Փառք Տիրոջը սիրելիներ։ Այսօր իհարկե պատգամախոսը Սեթրակ եղբայրն է, բայց սա խնդրում եմ այս վկայությունը, որ ուզում եմ անել, ընդունեք որպես նախաբան այդ պատգամի համար։ Մոտավորապես 2 շաբաթ առաջ էր, ուրեմն առավոտյան ժամը 8-ի կողմերը կլիներ, զանգ ստացա հեռախոսից, ճմրթած աչքերով sense մի կերպ նայում եմ անծանոթ համար, բայց վերցրեցի, ասի կարող է ինչ-որ մի կարևոր բան է, վերցրեցի հեռախոսը, մի տղամարդու ձայն էր, ասեց Սամսոն եղբայր դու ես, ասի հա ես եմ, ասեց ախպեր ես այս ինչ մարդու բարեկամն եմ, չգիտեմ որտեղից ոնց ճարել եմ, համարը չգիտեի որ դու մեր կողքի մուտքում ես ապրում, այնքան քննադատախ էի չհասկացա ում բարեկամն է, ով է, ասեց մի խոսքով մայրս վատ է, շատ վատ վիճակում է, խնդրում եմ գաս աղոթես հիմա, ասում եմ երբ, ասում եմ հիմա, ասում եմ որտեղ ես, ասում եմ ձեր մուտքի մոտ կանգնած եմ, ասի լավ հիմա գալիս եմ, վեր կացա արագ հագնվեցի, մի հատ ջուր շփեցի երեսից, մի հատ ինձ կարգի վերեցի, դուրս եկա, ինձ սպասում էր մի երիտասարդ տղա էր մեր շենքից, կողքի մուտքն էր, գնացինք միասին, յուղ վերցրեցի հետս, գնացի քաղցկեղեր, ասեցին վերջի ստադիանա, տանջվում է ցավերի մեջ, սարսափելի ցավեր են, սրսկում են, մորֆի են անում, բան չի օգնում, չգիտեմ, վատ է վիճակը, խնդրում եմ աղոթես բժշկության համար, դե մի քանի բառով ներկայացրեցի, խոսեցի, որ Տիրոջ հրաշքները կախված չեն հիվանդության բարդությունից, ընդհանրապես ասո առաջ տենց բան չկա, որ անհնարին լինի, մի կարճ վկայեցի իմ բժշկության մասին, որ ինքս էլ քաղցկեղից բժշկվել եմ, վերջապես, բացատրեցի, ասի ես ընդամենը աղոթող եմ, խնդրում եմ, ինձ չնայեք, նայեք վերև Տիրոջը, Աստվածաբժշկողի ես, իրա ծառան եմ, եկել եմ աղոթելու համար, աղոթեցի, յուղը ոտեցի, գնացին, անցավ մեկ օր, դրան հաջորդ օրը նորից զանգեց, այդ արդեն նախանցած կիրակի օրն էր, զանգեց առավոտ, արդեն պատրաստում ենք պաշտամունքի գալ, Սամսոն ախպեր, էլի ես եմ, խնդրում եմ արի աղոթի, վիճակը շատ վատ է, այն օրը որ աղոթեցիր, աղոթելուց հետո ցավերը անցավ, լավ էր, բայց հիմա ուրիշ խնդիր կա, դևերը տանջում են, կոմայի մեջ է, գիտակցություն չունի, վեր կացա գնացի, տեսա հա այդ վիճակում ուզում եմ խոսեմ հետո, ասեց անիմաստ է, ինքը կոմայի մեջ է, քեզ չի լսում, բացատրեցի մի կարճ, որ քանի դեռ ինքը մարմնի մեջ է, դեռևս հնարավորություն ունի, որ Տիրոջ հետ հանդիպի եւ փոխված գնա էլի, խաչի վրայի ավազակային ամենավերջի վարքյանին գնաց, մանավանդ որ իմացա որ հավատքի կյանքով այդպես չի ապրել եւ ասի եկեք աղոթենք այդ բանի համար նախ որ համ Տիրոջը հանդիպի համ էլ ասեցի թող այս իր չարչարանքները լինի այն վարձը որ սատանայի բերանը թող փակվի բայց մեր վարձը Տերն է տվել էլի իհարկե էսի այն չի այդ գինը չի որ պահանջվում է Քրիստոս տվել է մի խոսքով բացատրեցի խոսեցի իրենց հետ հետո եկա նորից էլի աղոթեցի իր համար այս անգամ մի քիչ ջղայնացած սաստեցինք այդ բաներին ուժերին որոնք տանջում էին իրան ու խնդրեցինք մի բան բոլորս միասին աղոթելով որ Տեր խնդրում ենք հանդիպի իրան եւ թող այս կյանքից քո հետ հաշտված գնա եթե այդ բանը ներսով էի աղոթում մի խոսքով վերջացրեցինք աղոթքը եկանք Կիրակնորիա ժողովի հիշում եք որ ստեղից ասեցի Լուսինե անունով մեկը կա իր համար պետք է աղոթենք իր մասին էր խոսքը երբ որ ստեղ եկեղեցում իր համար աղոթեցին հետո մի քանի ժամ հետո Կիրակի օրը զանգեց այդ տղան ախպեր զանգել եմ մի հատ բան ասեմ քեզ չգիտեմ ոնց ասեմ ասում եմ ինչ ա եղել ախպեր մտքովս մի անգամից վատ բան անցավ բայց ասեց ախպեր ասեց կոմայից դուրս եկավ ցավերը թողեց լրիվ դե անկողնային էր չէր կարողանում վերքել ասում եմ վեր կացավ քայլում էր տան մեջ մեզ էլ հավաքեց ասեց եկեք ցես բան ունեմ ասելու կանչեց ասեց ես հանդիպեցի Աստծուն
Աստված ինձ տարավ դժոխքն էլ ցույց տվեց, տարավ երկինքն էլ ցույց տվեց։ Տարավ ցույց տվեց, նույնիսկ հարազատների տեսա, որ այնտեղ դժոխքում էին եւ հարազատների տեսա, որ փրկված էին։ Ասма ինձ իմ նոր մարմինը ցույց տվեց։ Մենակ տեսնեիք, ասма։ Ասма մի հատ սպիչ կար վրեն, մի հատ պրոբլեմ չկար այդ մարմնի, կատարյալ էր այդ մարմինը։ Ասма տարավ ինձ իմ տունը ցույց տվեց երկնքում։ Ասма տեսա, ասի Տեր, խնդրում եմ, կլինի որ ինձ էլ հետ չուղարկես, ես մնամ ստեղ։ Ասես չէ, դու պիտի հետ գնաս, դու հետ գնաս գործ ունես այնտեղ։ Ասма ինչքան խնդրեցի, ասես չէ, պիտի գնաս, ասма մի խոսքով, եկել եմ ձեզ ասելու, հանկարծ իմ հետևից չտխրեք, ես պիտի գնամ, խնդրել եմ Տիրոջը, որ ինձ պիտի տանի։ Չգիտեմ, 2 օր խնդրել եմ Տիրոջից 2 օրվա մեջ, որ ինձ ասի տանում ա թե թողմա, բայց խնդրել եմ, որ տանի ինձ։ Իմ հետևից չլացեք, ես ընտիր տեղ եմ գնում։ Ասма ամուսինն ասեց, լավ ասեց, բա ինձ չես սիրում հեչ։ Ասեց, քեզ շատ եմ սիրում, բայց որ տեսնես ինչ հանդեղ չես ուզի ստեղ մնաս։ Անցավ մի քանի օր, երեք տեսա, որ կողքի մուտքի առաջ այդ լույսա կախած, ժողովուրդ սկսեց գալ, մեկ էլ տղան ինձ որ տեսավ, մոտեցավ։ Եկավ ձեռս սխմեց, ասեց, Սամսոն աղբեր, գնաց։ Տիրոջ հետ իր հարցերը լրիվ լուծած, մինչև իր վերջի պահը ոչ ցավ ա ունեցել, ոչ գիտակցություն ա կորցրել, ոչ կոմայի մեջ ա եղել, գիտակից, այսպես Տիրոջ հետ իր հարցերը լրիվ լուծած գնաց։ Մենք էլ սենց ուրախ գիտենք, որ ինքը լավ տեղ ա գնացել, ոնց որ ինքն էր ասում, ինքն էլ ուրախությամբ գնացել ա։ Այնց որ ամեն ինչ լավ ա։ Եվ հետաքրքիր ա, այո, շնորհակալ եմ, որ հիշացրեց Ռիփսիկ քույրիկը, այդ օրը որ տենց պատմում ա, որ ասма Տերը տարավ էս ցույց տվեց, այն ցույց տվեց, ասма եկեղեցին էլ այսօր իմ համար աղոթել է, էդ էլ եմ տեսել։ Այնպես որ սիրելի եկեղեցի, ձեր աղոթքները բան ա փոխում հոգևոր իրականության մեջ։ Տերը հրաշալի ա, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Շատ տեղեր մարդու բժշկության վրա են ծափահարում, մենք մարդու մեռնելու վրա ծափտվեցինք, բայց ուրախացանք ինչու, որովհետև երկինք գնաց։ Մարդը տեսավ այնտեղ, ուր պետք է գնա։ Հիմա ձեզ ով է տենում ինքը ուր պետք է գնա։ Չենք ուզում տեսնենք։ Ռիփսիկն ասում է ես, բայց չենք ուզում տեսնենք։ Որ մի քիչ մեկ մարդ ենք, էլ ասում ենք հիվանդ եմ, մեռնեմ ես, մի խոսա մեռնելուց, մի խոսա ինչ ես։ Այ մարդ։ Ուզում ես խոսա, ուզում ես մի խոսա։ Մեկ ամի օր մարդը կմեռնի։ Ինչու ենք մենք վախենում մահվանից խոսելուց, որովհետև մահը մեր համար վատ բան է, տարօրինակ բան է, մութ բան է, անհայտ բան է, ցավոտ բան է, բայց մահը դա անցումն է մեր այս ժամանակավորից դեպի հավիտենականի։ Եթե մենք էլ այդ կնոջ նման իմանայինք, թե մենք ուր ենք գնում, կկպնեինք Տիրոջ փեշերից, ձեռքերից, խնդրեինք, ասենք Տեր, ել մի ուղարկի երկիր, ինչ կլինի, չեմ ուզում երկիր գնամ, ուզում եմ մնամ այստեղ։ Մենք այդ տեղի համար ենք քարոզում, վկայում եւ հավատում։ Բայց մահվան մասին չխոսելը քեզ մահվանից չի ազատի։ Դժոխքի մասին չխոսելը քեզ դժոխքից չի ազատի, եթե հանկարծ դու այնտեղ պիտի հայտնվես։ Եվ երբեք էլ քո երկինք ավելի ապահով չի դառնի, եթե դժոխքի մասին դու ընդհանրապես չխոսես։ Ավելի լավ է խոսենք եւ դժոխքի իրականության մասին, եւ երկնքի իրականության մասին, չէ՞, եւ մահվան իրականության մասին։ Եվ պատրաստվենք մահվանը, ավելի լավ ոչ թե վախենանք մահվանից խոսելու, այլ պատրաստվենք մահվանը։ Ոչ թե պատրաստվենք դագաղ առնենք տնենք, մարդկա դագաղն անեք կրիչը դրել է, սպասում որ այդ օրը մեռնի, որ հանկարծ կարող է այդպես մարդ եղել է, որ չտանեն թաղեն, վերջը կտանենք թաղեն, այդ հոգսներ են վերջնում իր վրա։ Մեկն եղել է հեծանիվով գնաց է դագաղ բերելու։ Մտել է դագաղ առնելու, ասել են որտե պետք է տնենք, ասել հեծանիվի պոչին։ Առաջ անգամ կյանքի մեջ տեսնում են մարդը հեծանիվով եկել է պոչին, արա ես ո՞ւր ես տանում ես դագաղը սենց հեծանիվ, ասում եմ իմ համար տանում եմ պահեմ, որ այսպես չեմ պատրաստվում, ոչ էլ տապանակարերը պատրաստելով են պատրաստվում, որովհետև մարդիկան վերնելուց առաջ նկարով, ամեն ինչով, այն մավան օրն էլ եթե իմանային, եթե կգրեին։
Այս թողենք, մենք պատրաստվենք ապրելով։ Ով է ուզում, որ ազատվի մահվան սպառնալիքից, ապրիր ճիշտ։ Եվ քո փոխհարաբերությունները շտկիր քո շրջապատի հետ եւ շիտակ կյանք ապրիր։ Սա նշանակում է պատրաստվել մահվանը, երբ որ այդ օրը գա, դու պատրաստ լինես։ Անցած անգամ որ մի քիչ խոսեցի այդ փոսանկած մարդու մասին, հիշում եք, որ մեկը գնաց ինքա փոսը, այդտեղով ոչ ոք չէր անցնում, այդ մարդը կմեռներ այդ փոսի մեջ, եթե չլիներ իրեն հանող որևէ մեկ ուրիշը։ Պատկերացրեք, ինչ որ մեկը հանեց փոսից։ Հիմա դուրս եկա փոսից, շատ վատ տեղ էր ու շարունակեց իր ճանապարհը։ Եթե հանդիպակացը որևէ մեկ ուրիշ մարդ տեսնի, որ գալիս է այն նույն ճանապարհով, որտեղ փոսը կար, ինչ կարծիք եք, զգուշացներ փոսի մասին, թե ոչ։ Հա? Թե ասեր, դու դե չէ, ինձ ինչ կա, կարևոր ես հելել եմ, կգնի, թող չգնի, քորա թող նայ ճամփել։ Չէ, պատմելը ճիշտ էր։ Իսկ եթե չես պատմում, այդ մարդը գնաց ընկա փոսի մեջ, այդտեղ սոված ծարավ կամ ցրտից մեռավ, դու կարող ես դառնալ նրա մահվան պատասխանատուն։ Ինչու՞։ Որտեվ չասացիր նրան այդ փոսի մասին։ Մենք ապրում ենք այս երկրում ու մեր ժամանակակիցներին մենք պիտի ասենք այդ հավիտենական փոսի մասին։ Այլապես մեր հարազատները, մեր բարեկամները, մեր հարևանները բոլորը մի օր կասեն՝ անիրավ, ինչի ինձ չասացիր։ Ինչի չասացիր այդ մասին։ Ինչի մի անգամ ասացիր, ինչի 100 անգամ չասացիր, ինչի չքաշեցիր թևիցը տանեիր եկեղեցի։ Նրանք կուզենան այդ օրը շտկել այն, ինչը այլևս շտկել հնարավոր չի լինի։ Ահա։ Ուրեմն այսօր ինչքան էլ որ ես քարոզեմ դժոխքի մասին, ինչքան էլ դուք վատ տպավորություն ստանաք, որովհետև անցած անգամը պատգամը որոշ մարդկանց վրա վատ տպավորություն ա թողել, փողոքել են, ասել են դες էտրագ է բանը դրե դժոխքից ա քարոզում, վախեցնում ա մեզի, մենք կարքի ուրիշ լավ բաներ ես ինչի չի ասում։ Փառք Տիրոջը, ուրեմն տեղ հասնում, ով որ վախենում է այդ քարոզներից, նշանակում է վախենալու առիթ կա։ Ուրեմն ինչքան էլ որ ես քարոզեմ, ինձնից 100 անգամ լավ քարոզիչ դժոխքի սարսափելի լինելու մասին, իրական դժոխքի հետ համեմատած այդ մեր քարոզը դրախտ կթվա։ Չեք պատկերացնում, թե ինչ է դա։ Մենք մի ուսուցիչ ունենք, ինքը պատմեց, ասաց, մենք գնացինք հիվանդանոց մի հիվանդի տեսակցության։ Հենց որ մտանք այդ բաժանմունքը, մի հիվանդի վայնասունի գոռոցի ճչոցի ձայն էր գալիս։ Ինձ էր գոռում, ոչ թե մենակ այդ բաժանմունքը, ամբողջ հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում լսվում էր այդ ձայնը։ Մեզ հետաքրքրեց, թե այս ինչ ցավերի մեջ է այս մարդը, որ այսպես գոռում է, ասացին, որ գլխի ինչ որ ուռուցք կա, այնքան սարսափելի է ցավերը, որ ոչ մի նարկոտիկ չի հանգստացնում։ Այդպես գոռում է սարսափելի։ Չեն կարողանում որևէ ձևով հանգստացնել։ Ասում եմ, մեջս այնպես խղճահարություն առաջացավ, մտածելով, թե այս մարդու կյանքը ոնց որ դժոխք լինի, դժոխքը սկսված լինի իր համար։ Եվ ասում եմ, լսեցի Սուրբ Հոգու ձայնը, պարզ ինձ ասաց, ճշմարիտ եմ ասում, որ հենց հիմա դժոխքում չկա մեկը, որ չուզենար իր տեղը սիրով փոխել սրա հետ։ Դժոխքում չկա մեկը, որ չուզենար սիրով իր տեղը հիմա փոխել այս մարդու հետ։ Ասկի պատկերացրեցիք այդ ինչա։ Պատկերացրեցիք։ Այսօր մի շարք եկեղեցիներ ուզում են քարոզեն այն, ինչ իրենց է դուր գալիս, եւ անդամները լսել այն, ինչ իրենց է դուր գալիս։ Այսինքն ավետարանից ծաղկակաղ են անում բոլոր սիրուն տեղերը իրենց համար, երկնքի գեղեցկություններն իրենց համար, բայց այդ վատ բաները դժոխքի մասին, մեղքի մասին, արյան մասին, դաժանության մասին, պատերազմների մասին ասում են, մի ասեք։ Ուրեմն երկու ընկերուհի ելի են պատմել այս օրինակը ձեզ տարիներ առաջ, ավտոկանգարում հանդիպում են, ողջագուրվում են, կրկախարդվում են, բարևում են իրար, մի խոսքով հարցը փորձ են անում իրարից, ասում է, բա ուր ես գնում, ասում է, սպասում եմ 5 համարի ավտոբուսին, ասում է, ես էլ 8 համարի ավտոբուսին եմ սպասում։ Մեկը տեսնում են 58 համարի ավտոբուսն եկավ, ահա, ասում է, բախներս բերես, երկուսով միասին, նստեք, գնանք։ Նստան 58 համարի ավտոբուսը ու շարժվեցին։ Հիմա այս ձեզ նրանց որոշումը ճիշտ էր,
Մասամբայո որ կողմից։ Այս մեկը 5 տեսավ, 5 թիվը տեսավ, իսկապես 5 կար։ Այն էլ 8 տեսավ, բայց դրանք իրար հետ կապ չունեին այդ 58 համարի ավտոբուսները, որ լրիվ ուրիշ տեղ էր տանում։ Այսօր շատերը կարդում են ավետարանում, իրանց թիվը գտնում են, իրանց հարմար տեղը։ Այն էլ իրանը գտե, երկուսով նույն եկեղեցում ճամփա են գնում, բայց այդ եկեղեցին հնարավոր է քեզ շատ սխալ տեղա տանում։ Կամ քո ուզած տեղը չի տանում։ Եվ դու շատ կարող ես հանկարծ հիասթափվել։ Ուրեմն իրական դժոխքը անժխտելի փաստ է, որ կա։ Երկինքն էլ անժխտելի փաստ է, որ այն իրական է ու կա։ Եվ մենք այստեղից ենք որոշելու, թե ուր պետք է մենք հայտնվենք։ Տասնյակ տարիներ առաջ ես կարդացի մի հոդված ռուսական թերթում էր, վերնագիրը մոտավորապես ասում կարող է ռուսերեն լավ չասեմ, սխալ ասեմ, բայց խնդիրն է չէ։ Մի прибурили через врата ада։ Մենք հորատեցինք դժոխքի դարպասներից այն կողմ։ Ու գրված էր, որ մի հորատանցք են ծակում այդ բուրավիկները 14 կիլոմետր խորությամբ, 14 կիլոմետրի հետ է խոսում։ Այդ խորության վրա այնքան բարձր ջերմաստիճանը, որ այդ հորատածողը ես իմիջ կարծեր մետաղից է ինքը պատրաստված, շիկանում կարմրում ու հալվում է նույնիսկ։ 14 կիլոմետր փորելուց հետո ասում է հանկարծ ներսից մի հատ բան դուրս թռավ, հետո զգացինք, որ չար ոգի։ Վելավ երկրի մակերես նայեց մեզ, sense ձևով թափտվեց ու անհետացավ։ Ու այդ հորատանցքի միջից լսվում էր միլիոնավոր մարդկանց լացի ողբի ու ճիչերի ձայն։ Այդ ձայները ձայնագրված էր դիկտաֆոնի վրա, այդ դիկտաֆոնի ձայնագրածը գցած էր համացանցում։ Ես այդ ափսոս ժամանակ չեղավ, թե այդ էլ պետք է տնեի լսեիք։ Թե ինչ ողբի ու լացի ձայներ լսում երկրի ընդերքից։ Սա իրական էր, թե հեքիաթ։ Կոմունիստներն ասում էին հեքիաթ, բայց սա իրական է, որտեղ է դժոխքը երկրի սրտում է։ Եվ այնտեղ սարսափելի է։ Հիմա մենք երկրի վրա ապրում ենք, ինչու ես ասացի, որ մենք պետք է մահվան մասին մտածենք մեր կյանքը ճշտելու համար, որովհետև երբ որ եկավ այն օրը, որ դու իր ժամանակ չես ունենա այն ուղղելու, դու գիտեք ամեն մեկին Տերը հետ ավարկում մի երկու օրով, մի շաբաթով ասում է գնա, նոր ես կգամ քեզ կտանեմ, մարդիկ միանգամից հայտնում են այնտեղ, որտեղից ելք կամ դարձ գոյություն չունի։ Ճիշտ ապրելու համար։ Դպրոցական դասակերում միտեղ գրված է, եթե մի քիչ սխալ կպատմեմ, ոչինչ կարևորը միտքն է։ Ուրեմն մայր ու տղա են լինում, այծ են ունենում իրենք։ Տղան ամեն օր այծերին տանում է արոտ արածեցնելու, հետո որ բերմատուն մայրը կթում այծերին, այդ կաթը ծախում են, ապրում են։ Բայց ամեն կաթ վաճառելուց մի բաժակ ջուր ավելացնում այդ կաթի վրա, որ շատանա։ Դու գիտեք, հիմա այդպիսի բաներ անողներ շատ կան։ Ես ասում եմ կով անասուն ունեցողների, այծ ունեցողների, երբեք այդպիսի բան մի արեք, կամ երեսից բանը կսում են, ֆռցնում են, չգիտեմ ինչի մեջ հավաքում են սերը, մնացածը ծախում են։ Քրիստոս մեր համար խաչվեց, Քրիստոսի շնորհքով մենք փրկված ենք, հավիտենական կյանք ունենք, մենք դարի բաներ ենք դավանում, դրական բաներ ենք դավանում, դժոխքի մասին մի խոսեք, դժոխք գոյություն չունի։ Մի օր դժոխք քո դուռը կթակի։ Ինչ է տեղի ունենում։ Մի օր այդ տղան այծերը տանում է արածացնելու, այդպես տարիներ է անցել։ Ուրեմն ծնախարը ուժեղ անձրև է գալիս, այդպես փոթորիկի պես։ Հեղեղը առաջանում, ինձ իր ուժեղը լինում այդ անձրև։ Այդ տղան հազիվ է փրկվում, որ չմեռնի, այդ ջուրը այծերին քշում տանում, լսնում է գետը խեղդվում են, այծերը գնում են։ Գալիս է տուն, մերն ասում է տղա ջան, այծերն ուր են։ Ասում է մամա, այն ջուրը, որ դու խառնում էիր կաթին, բաժակ, սրանք գումարվեցին, դարձավ ջրեղեղ, մեր այծերին քշեց տարավ։ Դուք հասկանում եք, մի օր այդ անձրևը ձեր այծերին կքշի կտանի։ Ազնիվ եղեք, ճիշտ ապրեք, թե չէ մի օր կկանգնենք նրա առաջ, ով արդարադատ է եւ կպահանջի։ Մեր եկեղեցում մի ցերկին կար, երևի ոմանք կարող է հիշեք Ազատ եղբոր Դունյայի տատը։ Ովքեր հիշում ենք Ազատին կամ Դունյային, իր տատը պատմեց, ես իրանից եմ լսել։
Ինքը այս կնոջ նման եղել էր դժոխքում։ Էլի պատմեց, ինչպես դու ասեցիր, որ հարազատերին ա տեսել, սրանա տեսել, նրանք անուններով էր ասում անգամ, տեսա այդ դժոխքում։ Ասում եմ, տեսա մարդիկ ոնց են տանջվում, ուղղակի մի դիպված եմ ասում, այս կաթի վրա էր, օրինակը դրա համար եմ մանրացնում։ Ասում եմ, տեսա մեկը երրած կաթը դրած ինչ որ բան դրա երրում էր, ասենց ծերերը մցում էր երրացած կաթի մեջ, խառնում էր, համ վառում էր, համ մցում նորից խառնում էր։ Ասի ինչի համար ես այդպես անում այդ ոգուն։ Ասում եմ, ես երկրի վրա բաց տարիներին ջրին կաթ էի խառնում։ Հիմա այստեղ երրացած կաթին մեջ ասում են մինչև ջուրը կաթի չզատես, այստեղից դուրս չես գա։ Ասում ես ոնց զատեմ իրարից։ Դուք կարողանաք ջուրը կաթից զատել այդ եղանակով։ Ուրեմն այդ եղանակը երբեք մի օգտագործեք։ Ես ոչ չկպա որևէ մեկի կովերին կամ հավերին։ Ուրեմն ինչ կգթեք, ինչ կլինի, այդքանը ծախեք, խնդրեք թող Աստվածել օրհնի։ Ուրեմն ջրի բերածը ջուրն է տանում։ Ճիշտ է այդ ժողովրդական ասացվածքը։ Ուրեմն երկրի վրա յուրաքանչյուր մարդ ունի ընտրություն։ Եվ վիճակ եւ ընտրություն։ Վիճակը որն է։ Այն, որի հետ մենք չենք կարող գործ ունենալ կամ որևէ բան փոխել։ Օրինակ, մեկը կույր է ծնվել, սա իր վիճակն է, ինքը ինչ կարող է անել։ Ոչ մի բան։ Նա ընտելանում է, հարմարվում է կուրության հետ։ Կամ մեկը կաղ է ծնվել, կամ ինչ որ մի հատ պատահար է եղել, կաղ է դարձել հաշմանդամ։ Ոչինչ չի կարող փոխել, իր վիճակն է այդպեսին։ Կամ մեկը խուլ է ծնվել, վիճակն է այդպեսին։ Կամ մեկը հիվանդ է, վիճակն է այդպեսին։ Սա վիճակ է, որի հետ երբեմն մենք չենք կարող հաշվի նստել, որովհետև սա է իրականությունը, բայց ընտրությունը մեր ձեռքում է։ Դու ես ընտրում երկինք, թե դժոխք։ Դու ես ընտրում Քրիստոսին, թե այս աշխարհը։ Դու ես ընտրում կյանքը, թե մահը։ Օրինակ Ադամը եւ Եվան Եդեմական պարտեզում ոչ մի խնդիր չունեին։ Դու գիտեք, որ ունեղ խնդիր չի եղել։ Ոչ նրանք արտաքին ճնշում ունեին որևէ վատ բան անելու կամ լավ, ոչ էլ ներքին ճնշում կամ ցանկություն ունեին որևէ վատ բան ցանկանալու։ Դրանք կատարելապես ազատ էին իրենց ընտրության մեջ։ Բայց նրանք Աստծո ճշմարտության հնազանդելու փոխարեն ենթարկվեցին ու լսեցին սատանայի սուտը եւ հրապուրվեցին այդ սատանայի սուտով։ Եվ իրենք էլ ու ամբողջ աշխարհը գցեցին այս դատապարտության մեջ։ Մարդը չի կարող որոշել, թե երբ իր կյանքը վերջանա, բայց կարող է որոշել, թե այս կյանքից հետո ուր գնա։ Մեր ծնունդը մենք չենք որոշում։ Ով է ինքը որոշել, թե երբ ծնվի։ Ով է օժար կամքով ծնվի։ Իսկ ով է ստիպված ծնվի։ Ոչ մեկը։ Մենք ծնվել ենք եւ մենք չենք որոշել դա։ Մեր ազգությունը մենք չենք որոշել, ինչպես անցած անգամ ես փոքր ասեցի, դու կարող ես թուրք ծնված լինելու, դու չէիր որոշել, դու այսօր կարող ես մի հատ մոլերանտ մուսուլման թուրք լինեիր։ Դու չես որոշել։ Ծնվել ես ինչպես Աստված որոշեց քո ազգը, քո սեռը դու չես որոշել, քո մաշկի գույնը դու չես որոշել, քո բոյը կամ ցածրասակ լինելը դու չես որոշել, չէ, քո արտաքին տեսքը դու չես որոշել։ Այն ժառանգությունը ստացանք մեր ծնողներից կամ ինչպես Աստված որոշել էր, որ մենք ծնվենք։ Սակայն այս երկրից գնալիս դժոխք թե դրախտ մենք ենք ընտրում։ Եվ սա Աստված թողել է մեր ընտրությանը։ Ուրեմն անցած անգամ հիշում եք մի փոքր ես պատմեցի, որ մի հարց տվեցին, թե դու կուզենայիր գայլ լինել, որ բոլորը քեզ ատեին, թե էշ լինեիր, որ բոլորը քեզ հեծնեին։ Մտածեցինք գայլը լեի ատեին, ճիշտ է մեկ ոնց որ թե ավելի լավ է, քան թե էշ լինեիր հեծնեին, չէ։ Բայց իրական ոչ այնա մի բան, ոչ էլ այնա մի բան։ Ավելի լավ էր, որպեսզի մենք ինչ անենք, որպեսզի մենք լինեինք լավ խելացի քրիստոնյա, բոլորին օգնող, որ բոլորը մեզ սիրեին։ Սա ավելի ճիշտ կարգավիճակ է, բայց սա ընտրություն է։ Դու պետք է ընտրես։ Դու կարող ես վերցնել այնինչ քոնը չէ, բայց դու ընտրեցիր այդպես վարվել։ Դու կարող ես ասել այնինչ ճշմարիտ չէ, բայց դու որոշեցիր այդպես վարվել։ Ու դու գիտեիր, որ դա սկել այդպես չի, բայց զրպարտեցիր, բայց դու որոշեցիր այդպես անել։ Եվ այսպես շարունակ։ Հիմա հարց տամ, ըստ ձեզ դժոխքը մեծ վայր է թե փոքր։
մեծ տեղ է, թե փոքր դժոխքը։ Ինչ կարծիք եք։ Մեծ կարող է գա մի ժամանակ, որ լիմիտը լրանա դժոխքի, էլ տեղ չլինի։ Ասեն դիմումները չեն ընդունում դժոխքի, տեղ չկա։ Այդպեսի բան հաստատ հույս չպահեք, որովհետև դժոխքը լայնանում է անընդհատ եւ երբեք չի ասում բավական է։ Առակաց 30-րդ գլուխ 15-16 խոսքում ասում է. «Տզրուկը երկու աղջիկ ունի, տուր են ասում, այս երեքը չեն կշտանում ու 4 բան կա, որոնք հերիք չեն ասում։ Գերեզմանը ամուլ արգանդը, գերեզմանը մի ուրիշ դժոխք է գրած, դժոխքը ամուլ արգանդը երկիրը ջրով չի կշտանում, կրակը, որը հերիք չի ասում»։ Պարզ է։ Ուրեմն տզրուկը խորհրդանշում է ագահ ինչ-որ մի կենդանի արյուն ուտող, սրա դուստրերը դժոխներ, դժոխքը չի կշտանում, անդադ ասում է էլի, ամուլ արգանդը չի կշտանում, որովհետև չի եղիանում, անդադ ասում է էլի, հողը ջրով չի բավարարվում, որովհետև ճողունը ներծեցվում է, էլի ասում էլի, կրակը երբեք չի ասում բավական է, անսպար շարունակում է։ Այսպես է դժոխքը։ Սակայն Հիսուսը լուծեց դժոխքի հարցը, թե չլուծեց։ Լուծեց, ենել ոնց լուծեց։ Դժոխքը այլևս տիրակալ չէ, բայց նրանց համար ում Տերն է Հիսուսը։ Եթե Հիսուսը քո Տերն է, եթե Հիսուսը քո Տերն է, դու Հիսուսի ծառան ես, դժոխքը քո տիրակալը չէ, բայց եթե ոչ, դու կմնաս նույն ստրուկը։ Առաջի Կորինթացի 15:55-ում ասում է. «Ուրեմն մահ քո աղտությունը, ուր է դժոխք քո խայթոցը»։ Ուրեմն մահը մի ուժ էր, որ ազդում էր մարդկանց վրա, իշխում էր, եւ խայթոցը մի բան էր, որ օծի պես խայթող, սուրծակոց, սա դժոխքի խայթոցն էր։ Եվ Հիսուսի հարության միջոցով մահն ու դժոխքը կորսեցին իրենց ազդեցությունը։ Եվ Տեր Հիսուսը որ հարություն առավ, աշակերտներին ասաց. «Ահա ես ունեմ դժոխքի եւ մահվան բանալիները։ Ես ունեմ դժոխքի եւ մահվան բանալիները, այդ բանալիները այլևս սատանայի ձեռքում չէ։ Այդ բանալիները Քրիստոսի ձեռքում է, վերջում եթե ժամանակ մնա կան որ այդ բանալիները տվեց նաեւ եկեղեցու ձեռքը։ Եվ ասաց. «Տալիս եմ դժոխքի եւ մահվան բանալիները»։ Եվ ինչ որ կապեք երկիրվա կապված կլինի երկնքում, ինչ որ արձակեք երկիրվա արձակված կլինի երկնքում։ Այսինքն տվեց փակելու եւ բացելու իրավունք եւ իշխանություն եկեղեցուն։ Սրա վրա հետո։ Եվ այս ամենը մենք ձեռք բերեցինք Քրիստոսի հարության միջոցով։ Ուրեմն մահը այլևս ազդեցություն չունի, դժոխքը խայթոց չունի, բայց նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են։ Պարզ է։ Մահը վերջը չէ, այլ անցում է։ Դժոխքի իշխանությունը ջախջախված է, հավատացյալն ապրում է հույսով ու ոչ թե վախով, եւ հարության ավետիսը ամենամեծ հաղթանակն է, որը մենք հռչակում ենք։ Ուր է մահ քո աղտությունը, ուր է դժոխք քո խայթոցը։ Քրիստոսը հաղթեց, եւ եթե դու նրա մեջ ես, դու հաղթող ես։ Սա ամենամեծ պատգամն է, որը մենք մարդկանց ունենք ասելու։ Մի վախեցիր դժոխքից, բայց նաեւ արխային մինգի, որ դու այնտեղ չես հայտնվի, եթե քո ճանապարհներդ շիտակ են, քո շավիղներդ ուղիղ են։ Իսկ ինչ է լինում, ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ, նշանակում է լինել Աստծո խոսքի հնազանդության մեջ եւ Աստծո սիրո կատարելության մեջ։ Աստծո խոսքի հնազանդության մեջ եթե չես, դու Քրիստոսի մեջ չես։ Եթե դու Աստծո սիրո կատարելության մեջ դու չես, դու Քրիստոսի մեջ չես։ Պարզ է։ Եվ Տերն ասաց. նա ով որդին ունի, նա կյանք ունի։ Իսկ ով որդին չունի, նա կյանք չի տեսնի հավիտյան, այլ նրա վրա կմնա Աստծո բարգությունը։ Ով որդին չունի, նա կյանք չի տեսնի հավիտյան, այլ նրա վրա կմնա Աստծո բարգությունը։ Տարտարոս բառը մի անգամ ագրված Նոր Կտակարանում երկրորդ Պետրոս 2:4։ Դա մի վայր է, որտեղ գրված է, որտեղ պահված են այն հրեշտակները, որոնք խավարի կապանքներով կապվեցին եւ ձգվեցին Տարտարոս դատաստանի մեծ օրվա համար։ Էլ ուրիշտեղ չկա գրված Տարտարոսի մասին, այսինքն մի վայր, նորից տանգանքի վայր, չգիտեմ ինչ վայր կամ հավիտենական խավարի մութ, որտեղ ինչ որ հրեշտակներ պահվեցին դատաստանի համար, ինչ որ սխալներ են թույլ տվել, որը Աստված չհանդուրժեց։ Ուրեմն մենք կանգառանք կամ կտեսնենք դժոխք տերմինը, որը վայր է, գեհեն, որը վայր է, տարտարոս, որը վայր է, վատ տեղեր են սրանք, անդունդ, որը վայր է,
խորխորատ, դժոխքի խորխորատներ, դժոխքի հատակը, որը վայր է, կամ հավիտենական խավարի վի, կամ մութ, տարբեր թարգմանության մեջ տարբեր բաներ օգտագործված, սանդարամետ, որը կոչվում է դժոխքի հատակ, ռուսերենում գրված է պատզեմելիե, ամենավատ ամենացածր տեղը, եւ օգտագործված է նաեւ ջաննամ, ջաննամը երևի թուրքական չգիտեմ ինչքան բառը, անչական ջանդամ, ջայնամ, այդ բառը շատերը օգտագործում եք, մի օգտագործեք, որ ասում է ջանդամին էթա, ջանդամ կաս, ջանդամ նեթամ, դա անից կա։ Այդ բառը հանեք ձեր լեքսիկոնից։ Եվ գեհենի մասին, գեհենը կոչվում է անընդհատ տառապանքի, դատապարտության ու մեղավորների համար նախատեսված մշտական պատժի տեղ։ Գեհենը շատ վատ տեղ է, բայց գեհենից վատ տեղ էլ կա։ Մեկը հիմա ասեմ, մեկը վերջում ասեմ։ Ավելի վատ տեղ որն է գեհենից։ Ավելի վատ տեղ է կրկնակի գեհենը։ Տեր Հիսուսն ասաց փարիսեցիներին, որ դուք վայծ եք, որ դուք ծովը ցամաք ման եք գալիս մեկին նորահավատ կամ աշակերտ դարձնելու համար, բայց երբ այդպիսին գտնում եք, ձեզանից կրկնակի անգամ գեհենի որդի եք դարձնում։ Այսօր մենք ավետարանը քարոզում ենք մարդկանց աշխարհին։ Մենակ դուք չեք քարոզում ավետարան աշխարհին։ Շատ եկեղեցիներ, շատ ուղղություններ կրոնական քարոզում են հենց ավետարան Աստվածը, բայց ոմանք մարդկանց քարոզելով, բերելով կրկնակի գեհենի որդի են դարձնում, քան թե ցույց են տալիս Քրիստոսի մեծ փրկագնությունը։ Դրա համար մենք այս գիրքը երբեք չբրսկտեք, չկտցենք մենք սրա մեջ այն անուշ տեղերը, որը մեզ դուր է գալիս, ամբողջ ավետարանը վերցեք, ամբողջ Աստվածաշունչը վերցեք, ասո ամբողջական ճշմարտությունը հասկանալու եւ նրանով շարժվելու ապրելու համար։ Ճիշտ քարոզենք ավետարանը առանց նենգափոխելու այն։ Այսպես է Պողոս առաքյալը ասում։ Ուրեմն դժոխքը Աստված չստեղծեց մարդու համար, ինչպես անդրադառնամ ասացի, բանտերը չեն ստեղծում պետությունները իրենց երկրի քաղաքացիների համար։ Դուք գիտեք, մեր երկրում էլ բանտ կա, տարբեր ռեժիմի բանտեր կան։ Նրանք չեն պատրաստել մեր երկրի քաղաքացիների համար, այդ պատրաստված է հանցագործների համար։ Այսինքն հանցանքը պատճառ է, որ դու հայտնվես բանտում եւ կրես այն պատիժը, որը դու ցույց տվեցիր օրենքը խախտելով կամ մեկ ուրիշին վնաս պատճառելով։ Այդպես էլ դժոխքը Աստված չստեղծեց, որ մարդը գնա դժոխ, ոչ էլ մարդը պարտադիր անպայման երկինք պիտի գնա։ Մարդը ինքը իր գործերը ցույց կտա, թե մարդը որտեղ պետք է հայտնվի։ Իր հավատը ցույց կտա, ինչպես դու պետք է փրկվես, բայց այն գործերը, որ գալիս է հավատից, կապացուցի, որ քո հավատը կենթանի եւ քո փրկությունը կդարձնի ապահով։ Իսկ այն գործերը, որոնք չար են, չի խոսում քո իրական հավատքի մասին։ Այն գործերը, որ պիղծ են, չի խոսում քո իրական հավատքի մասին։ Այն գործերը, որ կեղծիկ են, չի խոսում քո իրական հավատքի մասին։ Սա խոսում է քո մեռած հավատքի մասին։ Իսկ մեռած հավատը քեզ առաստաղից անկում չի անի։ Ըստ ինչեւ առաստաղի մոտ էլ չի անի։ Հարկ կա, որպեսզի մենք հասկանանք, որ այդ ամենը մարդիկ վճարում են իրենց ընտրությունների համար։ Աստծո սիրո եւ արդարադատության մասին մի քանի բառ ասեմ։ Աստծո սիրո եւ արդարադատության։ Աստված սեր է, սա բացարձակ ճշմարտություն է։ Բայց Աստված նաև արդարադատ է, սա նույնպես բացարձակ ճշմարտություն է։ Եվ երբեք Աստված հանում իր սիրո, իր արդարադատությունը երբեք չի նվաստացնի կամ ցածրացնի։ Ուզում ես Աստծո սիրո մեջ լինել, նաև եղիր Աստծո արդարադատության մեջ։ Ապրիր Աստծո արդարության մեջ։ Եվ Օրինաց 28-րդ գլխում որ կարդակ գրված է. ես այսօրվանից ձեր առջև դրեցի կյանքի եւ մահվան ճամփաները։ Կյանքը ընտրի, որպեսի ապրես, ով Իսրայել, ինչու մեռնես։ Այս նույն վիճակը Աստված դրել է նաև մեր համար։ Եվ փրկության ավետիսը որ կա, Հովհաննես 3:16-ը, որ աշխարհի ամենալավագույն խոսքն է, եւ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդին, որպեսզի ով որ նրան հավատա չկորսվի, այլ ունենա հավիտենական կյանք։ Ան որ կհավատա անոր չի դատապարտվի, եւ ան որ չի հավատար, անիկը արդեն դատապարտված է, վասնզի Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Ով որ հավատա նրան չկորսվի, այլ ունենա հավիտենական կյանք։ Իսկ հավատի մասին արդեն ասացի, ոչ թե մեռած հավատքի մասին, այլ այն կենթանի հավատքի, որը ունի կենթանի գործ է, ինչպես Հակոբոս առաքյալն ասում է, հավատը մեռած է առանց գործերի։ Մի ուրիշ դժոխքի դռների մասին խոսեմ մի փոքր։
Մատթեոս 16:18։ Ես ուղղակի ես ինֆորմացիաներ եմ ձեզ տալու։ Հաճելի քարոզ չէ, լոկ իմանալու համար եմ ասում։ Ես էլ քեզ ասում եմ, դու ես Պետրոսը, կամ դու Պետրոս պիտի կոչվես։ Եվ այս վեմի վրա ես կառուցվել եմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չեն կարողանալու հաղթահարել, կամ այն հաղթահարել չեն կարողանալու։ Այստեղ եթե ուշադրություն դարձնեք, 3 բան է նշված կարևոր։ Դու Պետրոս պիտի կոչվես։ Պետրոս նշանակում է քար։ Հայք, դու Պետրոս պիտի կոչվես։ Սա նշանակում է քայր։ Քար, բայց եկեղեցին քո վրա չի կառուցվելու։ Սամսոն, դու Պետրոս պիտի կոչվես, բայց եկեղեցին քո վրա չի կառուցվելու։ Սեթրակ քար պիտի կոչվես, բայց եկեղեցին քո վրա չի կառուցվելու։ Եվ այստեղ ասում է, եկեղեցին պիտի կառուցեն վեմի վրա։ Վեմը ժայռ է։ Պետրոս նշանակում է քար, Պետրա նշանակում է ժայռ։ Եթե բնագրերով կարդում ես, ասում է, եւ դու Պետրոս պիտի կոչվես, իսկ ես իմ եկեղեցին Պետրայի վրա պիտի կառուցեմ, եւ դժոխքի դռները այն պիտի չկարողանան հաղթարել։ Եթե եկեղեցին կառուցված է Պետրայի վրա, այսինքն ժայռի վրա, որը Քրիստոսն է, եկեղեցու հիմքը Քրիստոսն է, այդ եկեղեցուն դժոխքի դռները չեն կարողանա հաղթարել երբեք ու երբեք։ Հասկանալի է։ Ուրեմն ճիշտ եկեղեցի լինելը ոչ թե նրանից է կախված, թե մեր պապերից ով ինչ քար ա դրել այդ վանքին, այլ կախված է թե ինչ ֆունդամենտալ հարցեր կամ վարդապետական ու ճշմարիտ Քրիստոսի ուսմունք, Աստծո ուսմունք, որը ճիշտ փոխանցվեց եւ ասավ մեզ, իսկ ճիշտ փոխանցված ասվածը այս Աստվածաշունչն է։ Այս գիրքն է, որը մենք արել ենք Էջմիածնի վանքից։ Արել ենք, կարդացել ենք, հավատացինք այս խոսքին, ու մեզ հալածում են այս խոսքին հավատալու համար։ Որս է, որովհետև սատանան երբեք չի ուզենա, որ դու հենց այս խոսքին ճշմարտապես հավատաս։ Հիմա որտեղից գիտեմ, որ Պետրայի Պետրոսը տարբեր բաներ են։ Հիմա պետք է կարդամ ապացուցեմ, որ սրտներդ հանգստանա, անցնեմ առաջ։ Ուրեմն առաջի Պետրոս 2-րդ գլուխ 4-5 խոսքը ուշադրություն լսեք խնդրում եմ, որին մոտենալով այն կենթանի վեմին, այսինքն Պետրային, որ թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծո ընտրված ու պատվական է։ Այսինքն մոտենում ենք այն վեմին, որ Քրիստոսն էր, որ մարդկանցից անարգված էր, բայց Աստծո համար պատվական, մոտենանք այդ վեմին։ Ուշադրություն տեսեք։ Դուք էլ կենթանի քարերի պես, Պետրոսների պես պիտի շինվեք որպես հոգևոր տաճար, սուրբ քահանայություն Հիսուս Քրիստոսի ձեռքով Աստծուն հաճելի պատարագներ մատուցանելու եւ դժոխքի դռները պիտի չկարողանան հաղթարել այն։ Հիմա տեսակ, որներ ճշմարիտ եկեղեցու կառույցը։ Հիսուսը որպես հիմք, Պետրա, եւ դուք որպես Պետրոսներ կառուցվում եք այդ հիմքի վրա, որպես կառույց, հոգևոր կառույց, եւ դժոխքի դռները այն պիտի չկարողանան հաղթարել։ Ուրեմն մենք ամեն մեկս քար ենք այդ եկեղեցու վրա դրված։ Մենք հիմքը չենք։ Հիմքը Քրիստոսն է, հիմքը Աստծո խոսքն է, հիմքը Աստծո ճշմարտությունն է։ Շատ լավ։ Դժոխքի դռներ ասելով, մի քիչ դռներ հասկացողությունը հարաբերական իմաստով է, այսպես դուր չենք հասկանում, էլի, մուտք։ Եվ այն չի կարողանա եկեղեցուն հաղթարել։ Ժամանակներ շարունակ եկեղեցին անցել է մեծ դժվարություններով, տառապանքներով, հալածանքներով։ Հիշում եք Պողոս առաքյալն էլ ասում էր սուր, սով, սրածություն, խաչ, բանտ, ծեծկումներ, ծաղկումներ, շատ բաներով անցան շատ քրիստոնյաներ, նույնիսկ շատերն էլ նահատակվեցին, բայց սա նրանց պարտությունն չէր, սա նրանց նվիրումն ու հաղթանակն էր Աստծո վրա ունեցած հավատքով։ Այսինքն կարող են քեզ որպես քրիստոնյա ենթարկել տարբեր խոշտանգումների ու դու դառնաս նահատակ, բայց սա քո պարտությունը չէր, սա քո հաղթանակն էր։ Որ մարդը Քրիստոսին տեսավ որպես կյանք, իր այս կյանքը համարեց ոչինչ եւ սիրահոժար հանեց զոհասեղանին Աստծո համար նահատակվելը։ Սա հաղթանակ է։ Եվ սա ամեն մարդ չի կարող անել, բայց ասեմ ձեզ։ Ուրեմն ինչքան դժվարություններ կլինեն ձեր կյանքում, մի հուսահատվեք։ Հիշեք, որ միշտ սրանից ելք կա։ Ուրեմն մի գյուղացու էշը ընկնում է ջրորի մեջ։ Հոր այլնում էլ ընկնում է էշը այդ հորի մեջ։ Ամի ուզում է էշին անի, չի կարող, շատ ծանր, ոնց անի։ Ինչքան չարչարվում է, չի ստացվում։ Այդ հորն է շատ խոր ալնում։ Վերջ մտածում ասում է,
դե ինչ չաչարվեմ, էշը ծերացած էր, դե մի ինչքան էր դե էշը քյուն կաներ, հորն էլ ջուր չկար մեջը ցամաքած էր, դե ավելի լավ բերեմ հող լցնեմ մի էշի վրա թաղեմ բրտնի թա, էշից էլ բրտնեմ հորից էլ հետը։ Կանչում եմ մի քանի հարևան էլ ասում եկեք օգնեք թաղեմ էշին էլի։ Բերում սկսում են հող լցնել։ Դե էշը լացում է, էշ բայց լացելում է, զռում է, լավ զռում է։ Սիմվոլիկ վերցնենք լացի լինում։ Լաց հալնում, որ իրան պետք է թաղեն, բայց հողը որ լցում են մեջքին, թափա տալիս ոտերի տակ բանան, բարձրանում է։ Քանի հողը լցնում են, էշը թափ տալով այդ հողի վրա բարձրանում է։ Լցում են, որ հորը համարը լցել են, պետք է բրտնի, էշն էլ էսես կամած հելնում, արդեն թռնում էլ մա դուրս օրից։ Այսինքն այն էշը, որը դատապարտված էր, կարծես թե 100% հանոց մահվան թաղում էին, բայց դուրս եկավ հոսից։ Հիմա այդ էշի չափ չկանք մենք։ Մեզ էլ կյանքի շատ փորձություններ կարող է դժվարություն բերի մեր վրա, բայց այդ դժվարությունը, ինչպես ասում էր, հույս հա ձեռք բերում, այդ հույսը մեզ դատարկ ու ամոթով չի թողնում։ Փորձառությունը համբերություն է գործում, համբերությունը հույս, եւ այդ հույսը մեզ դատարկ ու անպտուղ չի թողնում։ Ուրեմն փորձառություններից եթե փոքր ինչ տրտմացեք, ասում էր մի տրտմեք, ուրախ եղեք։ Շատ լավ։ Եկեղեցին նաև որպես Հիսուսի մարմին։ Ուրեմն եկեղեցին ոչ միայն այնտեղն է, որտեղ մենք հավաքվում ենք, եկեղեցին նաև Քրիստոսի մարմինն է, որը է։ Իսկ մենք այդ եկեղեցին չենք, մենք եկեղեցու անդամներն ենք։ Մենք այդ մարմնի անդամներն ենք, իսկ այդ մարմինը պատկանում է Քրիստոսին։ Ուրեմն եկեղեցու Տերը մարդը չէ։ Չէ, մի ասեք, սա էս ինչի եկեղեցին, Սետրակախոր եկեղեցի, Պողոսի եկեղեցի, Փիլիպոսի եկեղեցի, չգիտեմ, Արմենի եկեղեցի, այդպես բաներ գոյություն չունեն, եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Իսկ մենք այդ եկեղեցու մշակներն ենք։ Մենք եկեղեցու սեփականատերերը չենք, մենք Աստծո սեփականության մշակներն ենք եւ աշխատում ենք Աստծո համար։ Ահա։ Մատթեոս 16:19 ու երկնքի թագավորության բաներները քեզ պիտի տամ, եւ ինչ որ երկրիվակապես երկնքի մեջ կապված պիտի լինի, ինչ որ երկրի վրա արձակես, երկնքի մեջ արձակված պիտի լինի։ Մատթեոս 16:19։ Ուշադրություն դարձեք, ես առավոտը սրա վրա նայում էի։ Այստեղ առաջի դեմքով է խոսում, եզակի դեմքով։ Երկնքի թագավորության բաներները քեզ պիտի տամ։ Մատնանուշեց Պետրոսին։ Քեզ շարունակում է առաջի դեմքով եւ ինչ որ երկրի վրա կապես երկնքում կապված պիտի լինի, ինչ որ երկրի վրա արձակես երկնքում արձակված պիտի լինի։ Այստեղ դուք զգում եք Պետրոսին տրված իշխանություն կապելու եւ արձակելու։ Ես շատ խորը չգիտեմ, չեմ տիրապետում ես խոսքին, ինչ է նշանակում կապել, արձակել, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք ինչին ինչ մոտեցում ցուցաբերել եւ որն է ճիշտ ու Սուրբ Հոգով մղված, ոչ թե մեր ցանկություններից եկած։ Իսկ կարող է մարդը դատ վարել։ Պողոս առաքյալն ասում էր Կորինթացիների 6:3-ում ասում էր, չգիտեք որ հրեշտակներ պիտի դատեք, իլուր մնաց երկրավորները։ Այսինքն ասում է դուք ձեր մեջ չեք կարողանում ուղիղ դատ վարել, ամոթ ձեզ եղբայր-եղբորը դատում է, այն էլ հեթանոսների առաջ։ Չկա ձեր մեջ իմաստուն մեկը, որ կարողանա ճիշտ որոշում կայացնել։ Չգիտեք, որ դուք հրեշտակներ պիտի դատեք, ելուր մնաց երկրային բաները։ Ուրեմն եկեղեցում կարող է լինել խնդիրներ, որ եկեղեցում պետք է ճիշտ որոշում տրվի։ Եվ այդ որոշումները կարող է հանկարծ շատ լուրջ ազդեցություն ունենալ տվյալ անդամի վրա։ Եվ եթե որևէ մեկը հովիվ է կամ կարծում է, որ ինքը ունի այդ իշխանությունը եւ բանալիները, միշտ հիշեք, երբեք որևէ մեկին չսահմանեք որևէ վերաբերմունք վատ, պատիժ կամ թեկուզ նշանակել, կտրել, հեթանոս մաքսավոր կամ իսկ բաները, եթե դուք ուղիղ Սուրբ Հոգուց մղում չունեք դա անելու։ Մարդկային ձևով չվարվեք։ Չմտածեք, որ ես մեկը լավ է, իմ նա մեղմ վարվեմ, ես մեկը ուրիշ է, կոպիտ վարվեմ։ Երբեք այսպիսի բաներ թույլ չտաք, դուք կդառնաք անիրավ դատավորներ եւ Աստծո առաջ վաղը կկանգնեք հաշիվ տալու այդ բաների համար։ Ուրեմն մենք սրանք հաշվի առնենք։ Ուրեմն բանալին ունի բանալին բացելու համար թե փակելու։
Երկուսն էլ բանալիով համ բացում են, համ էլ փակում են։ Օրինակ, եթե մեր եկեղեցում բաղու աղբերը բանալիներ ունի, բանալին ինքը որ տուրնուզի կարա բացի, որ ուզի կարա փակի։ Կարող է դուրս ես չուզի չբացի լսկի։ Կարա թե չէ։ Բանալին իր մոտ է, կուզի բացի, կուզի, բայց չէ, դու ունես իշխանություն բացելու կամ չբացելու, բայց ունես նաև պատասխանատվություն։ Ինչի բացեցիր կամ ինչի չբացեցիր։ Հասկանալի է։ Այսինքն մենք անելու եւ չանելու դեպքում մտածենք, որ ճիշտ է, մենք ունենք իրավունք, իշխանություն, բայց մենք էլ պատասխան ունենք տալու մեր արածի կամ չարածի համար։ Ահա, ուրեմն երբեք ըստ մարդկային կամքի չվարվել։ Հիմա դժոխքը նույնքան իրական է, ինչպես նաև դրախտը։ Իմ եկո մեղքերն էին պատճառ, որ մենք կարող էինք հայտնվել դժոխքում, կամ ովքեր հայտնված են դժոխքում։ Մարդը ազատվում է իր մեղքի պատասխանատվությունից ոչ թե այն պատճառով այլևս մեղքը մեղք չէ, այլ որ Տեր Հիսուսը մեր մեղքերի վճարը տվեց, փրկագինը տվեց Գողգոթայի խաչին եւ վճարեց մեր պարտքերն ու անցանքները։ Մեր պարտամուրհակը գրված է գամեց խաչապայտին։ Բայց դա չի նշանակում, որ մեղքը դադարեց մեղք լինելուց։ Պարտքերը փակեց։ Մեկը գնաց եւ վարկա վերցրի, մի հատ լավ ձածա հանդիպեց, վարկը փակեց, չէր կարող փակել։ Ասես լավ է, այսինքն լավ է, որ վարկս փակող է, այդան վերցեմ դու ինքը փակի, ես դու ինքը փակի։ Մի օր ձածան մեջ լոտ կտակ։ Մեկը պատմեց իրական դեպք եմ ասում։ Պատմում ասում ախպեր, իմ բարեկամս լավ քերը թե օպերա ունես, չգիտեմ։ Ասում գործավոր տալիս էր անեի, ավտո տվեց, տարա ծախեցի ավտոն, քարով ամեն ինչով կերա փողը։ Կամազ, մի հատ կամազն է տա, այնքան այդպես համահան է, որ քերը մի հատ վզին տվեց, ասեց էլ երեսը չտեսնեմ ես։ Էլ ոչ մի արծով կյանքիդ բոլոր օրերում ինձ չդիմես։ Այսինքն կգամ մի օր որ դու Քրիստոսը նրա համար չեղա, որ քավության նոխազեղա, որ մեր մեղքերը արդարացնի։ Նա մեր մեղքերը ներես, որ մեզ արդարացնի, ոչ թե մեղքը արդարացնի։ Բայց եթե մենք շարունակում ենք մեղքի մեջ ապրել, Պողոս Արաքելն ասում է, որտեղ մեղքը շատացավ, շնորհքն ավելի շատացավ։ Հիմա մենք ինչ անենք։ Մեղք գործենք, որպեսզի շնորհքը շատանա, ասում է քավրիսի, մենք որ մեղքին մեռանք, ինչպես տակավին ապրենք նրա մեջ։ Հասկանում ենք, որ մեղքի մեջ ապրելը վատ է։ Աստված ատում է մեղքը, այսօր ավելին, քան նախկինում էր ատում, որովհետև ոչ թե այն մեղքը պատճառ դարձավ, որ մենք մեռնենք հոգևորապես, մեղքը պատճառ դարձավ, որ իր որդին էլ երկիր գա աստվածային փառքից իջնի, Սևանա Գողգոթայի խաչին այդ մեղքերի եւ անցանքների պատճառով, ու մենք այսօր այդ մեղքը որ շարունակենք ապրել ու ծածկել, մենք բոլորովին չենք խոսի Քրիստոսի շնորհքի եւ արդարության մասին։ Պարզ է։ Ուրեմն, իմ եւ քո արդարությունը Քրիստոսի հարության վրա ունեցած հավատի մեջ է։ Խնդրում եմ սա բարձրաձայն ասեք, սա կարևոր բան է։ Ասա իմ եւ քո արդարությունը կողքինի տասա։ Քրիստոսի հարության վրա ունեցած հավատի մեջ է։ Իսկ իմ եւ քո փրկությունը Քրիստոսի մեջ ապրած արդար կյանքի մեջ է։ Այսինքն ես որ արդարացա հավատալով Քրիստոսի կատարածին, սա առաջի փուլն է մեր կյանքի։ Մենք պետք է նաև ապրենք արդար, ըստ մեր ունեցածի, մեր վաստակածի, մենք որ Աստծո որդիներ ենք, նաև Աստծո որդիների արժանավայել պտուղ պետք է ունենանք։ Ես չեմ ասում սա մի անգամից կստացվի, սա ընթացք է։ Ուրեմն արդարացումը պահ է, արդար ապրելը ընթացք է։ Արդարացումը պահ է, ընդունեցիր եւ այն համարվեց քեզ։ Բայց արդարը կյանքի ընթացք է, որ մենք պետք է աճենք, մինչև հասնենք Քրիստոսի կատարելության չափին։ Սա երկուսն էլ անհրաժեշտ պայման է մեր առջև դրված։ Բոլորը մեղավոր էին, արդար չկար, մեկն էլ չկար։ Բոլորը մեղ գործեցին, Աստծո փառքից ընկան եւ Աստծո ձերի շնորհքով արդարացան Հիսուս Քրիստոսի վրա եղած փրկությունով։ Հռոմեացիների 3:23-24։ Հիմա այստեղ ես մի շարք տեղեր գրել եմ դժոխքի մասին, չեմ կարդա, մենակ համարներ եք ասեմ։ Եթե դուք տասնյակներում այս մասին կուզենաք բարեհաճեք շարունակել, այնտեղ կարող եք նայել։ Ուղղակի անվանումներ կկարդամ, Հավիտենական կրակ, Մատթեոս 25:41-46, Անշեջ կրակ, Մատթեոս 3:12, Հավիտենական նախատինք ու անարգանք, սա գրված է Դանիել Մարգարիտյան 12:2, Կրակի ծծմբի լիճ, որտեղ գիշեր ու զոր պիտի չարչարվեն
Չարերը Հավիտյանը Սավիտենից, սա Հայտնության 20-րդ գլուխ 1-15, սա հետո կկարդակ։ Կամ վերջաբանին։ Իսկ եթե մեկը չգիտի այս մասին, մարդը էլի չգիտի դժողքի դրախտի մասին, ոչ էլ գիտի Աստծո փրկականության մասին, կարող է լինել այդպեսի բան, կարող է լինել։ Բայց դու ուզում ես իմանալ, սա հարց է։ Լավ, եթե մի հատ իսլամական երկրում կամ մի հատ բուդդիստական երկրում չեն լսել, չգիտեն, իրանք իրանց Եհովին իմացել, մարդը չի լսել այս մասին, որ իմանա, կհասկանանք, բայց դու ապրել ես քրիստոնեական երկրում ու չես ուզեցել լսել։ Քանի մարդկանց հետ դու խոսած, դեցենդ կդրա, չենք ուզում, զայլեք տարա գնացիր։ Չուզես լսել։ Դու դարձար քո չուզենալու պատասխանատուն։ Պատճառը կար, առիթը կար, դու չուզեցիր լսել։ Հիմա այդ կինը, որ Սամսոն եղբայրը պատմեց, այդ կինը անավատ կին է եղել։ Հավատացել չի եղել, անավատ մարդ է եղել։ Սովորական անավատ։ Հիվանդացել է, ընկել է կոմայի մեջ, կլինիկական մահատարի։ Դու իսկական մահատարի, իսկ կլինիկական էլ չէ։ Հետո հայտնվել է դժոխքում, հետո հայտնվել է երկնքում, Տերը տարի ցույց տվել ամեն ինչով, հետապեր այս մարդը մեջը բացվեց մի բան, որ երկինք կա, դժոխք կա, կյանք կա հավիտենական, ես ընդեղ եմ ուզում։ Իսկ մի րոպե ավել չի ուզեցի ապրել։ Եվ գնաց ընդեղ։ Հարազատներն էլ մխիթարված, բոլոր իրանց ազգոտոմը բերանները բաց ապշած այդ կնոջն էին լսում, թե այդ կինը պատմում է ինչերի մասին։ Եթե ես պատմեի չէին լսի, կասեին էլ եկավ այս ֆանատ կրոնականը, եկան բեզի խափելու։ Բայց այնտեղ իրան մերն էր ասում, իր հարազատներին կանչել էր, բոլորին Կորնելիոսի տամպես բոլորը հավաքված բերանները բաց լսում էին, մինչև Սուրբ Հոգին իջավ բոլորի վրա։ Սա կարող է պատճառ դառնալ, որ նրանք էլ դարձի կան։ Այո, կարող է, բայց եթե մարդիկ այսքանից հետո էլ նորից բանի տեղ չտնեն, իրենց մեղքերը կմնա իրենց վրա։ Լավ, դու չգիտեիր այդ մասին, բան չէիր հայոյում Աստծուն կամ Աստծուն հավատացողներին։ Ինչքան մարդիկ կան, որ քրվում են, հայոյում են, մի վատ բան ասում են, բայց ինչի ասեցիր, ինչի բերանից այդ բառը հանեցիր, որ մի օր Աստված քեզ կանգնես իր առաջ պատասխան պահանջի քեզնից, դու այդ հայոյանքի պատասխանը կկարողանաս տալ։ Չես կարողանա։ Լավ, այդ մարդը չգիտեր։ Հիմա այդ մարդուն հարց կտա Աստված վաղը, բան չէ իր թալանում։ Լավ, չգիտեիր Աստված կա թե չկա, ինչ է իր թալանում, ուրիշի ունեցածը ինչ է իր զավթում, այդ քոնը չէր, չէ՞։ Ինչի վերցեցիր։ Չես կարողանա պատասխանել։ Ինչու էիր զրպարտում, մի քիչ առաջ ասացի, դու գիտեիր, որ դա այդպես չէ, սուտ է դա, բայց ասացիր մեկին վարկաբեկելու համար։ Ինչու էիր խափում։ Մարդուս վերցնում չես վերադարձնում, նրանց էլ վերցնում չես վերադարձնում։ Հիմա շատերը կան, պարտք են անում, աղբյուր կտամ, 2 ժամ հետո կտամ, իրիկունը կտամ, էսի խանութից տանեմ կտամ, հետո ընկնում են հետևներից, որ իրանց կոպիկները հետ վերցնեն։ Եթե դուք այդպեսի մարդիկ եք, դուք խափեբաներ եք։ Այս ավետարանը ձեր համար չէ ուրեմն։ Այս հավիտենական կյանքը երկինքը քո համար չէ, քո համար մի քիչ առաջ ասացի, կարդացի որնա, կամ իմ համար, եթե այդպեսին են։ Մենք կարող ենք սխալվել, բայց սխալ մեջ մնալը արդեն տասնապատիկ սխալ է։ Ինչու էիր ստում։ Չէիր կարդացել գրքում, որ գրված է, եւ քաղաքի դռներից ներս պիտի չմտնեն ստախոսները, եւ նրանք ովքեր սուտը սիրեցին, սրա հետ մեկտեղ ուրիշ շատ մեղքեր։ Դու գիտեիր այդ բոլոր բաները։ Քաղաքի դռներից ներս պիտի չկարողանան մտնել։ Արդյոք սա նման չէ այն հիմար 5 կույսերին, ովքեր եկան դռներից ներս չկարողացան մտնել։ Եվ Տերն ասաց. Ես ձեզ չեմ ճանաչում։ Հեռու գնացեք ինձանից դուք, որ անօրինություն եք գործում։ Ես ձեզ չեմ ճանաչում։ Մի ուրիշ տեղ գրված է. Ես ձեզ չէի ճանաչում։ Այսինքն չէր ճանաչում այսօրվանից սկսած։ Սա փաստ է։ Եթե դու չգիտեիր, բայց ինչու էիր կեղծում։ Ինչքան բաներ կա, որ մենք կեղծում ենք։ Հիմա էլ Ասկի փաստաթղթեր չեք կեղծում։ Ասկի մարդ ուզում է այդ Հայաստանից, այդ մա թուղթ անում, որ ինքը ագիտն է։ Ահա դու ագիտը չես, ինչի գնացի խափեցիր։ Ինձ եղել է մարդ հարցրել է, ես ուզում եմ այդ համ Եվրոպա։ Ես ասացի, բայց դու ինչ անունով պետք է ասես, գիտեի, որ ժամանակ հայերն նետում են թուրքերի անունով, թուրքերը նետում են հայերի անունով, այդպես են էլի, այնտեղ Հայաստանում են նորացում, այնտեղ Ադրբեջանում են անում։ Ասեց, հա, բա Թուրքիա անունով պետք է տամ։ Ես ասացի Հայաստանում, հայ ազգը դարեր շարունակ կյանք տվե, բայց իր անունը հավատը չի տվե, իր ազգը չի տվե։ Դու մի հատ Եվրոպայի թալամարի դու ես Եվանաս թուրք, այդ թուրք ես ուրեմն ինչ ես եթում։ Հասկանում եք։ Սա կեղծիկներ են, բայց մարդիկ անում են այդ բոլոր բաները։
Լիշ հայտնվեն իրանց սրտի ուզած տեղը։ Ես ասում եմ, ես այն դեպքն է, որ դու ուզում ես քո ուզածը ստանաս, բայց դու ճիշտը չես ստանա։ Դու տեսար մի հատ 5-ը, մտածեցիր 5-ը համարի ավտոբուսն է, բայց դա 58 համարի ավտոբուսն էր։ Դու քո 5-ը տեսար, 8-ը չտեսար։ Դուք ճիշտ տեսեք։ Հիմա եթե դու չգիտեիր, բա ոնց էիր սուրդ մցնում հղի կնոջ փորի մեջ, ճեղքում ու սվինի ծերին հանում էր երեխին, որ ցույց տակ տղա թե աղջիկ, թե որ մեկը գրազը կկրի։ Բա ոնց էիր դու այդ բանը անում, ոնց էիր դաժան։ Եթե դու չգիտեիր, լավ մուսուլման էիր, բա ոնց էիր անչափահաս աղջկան տնում ցիու դրաստին բռնաբարելով քշում ու բերում գցում ծածն ու սպանում լապատկա ատամներով էլ հռռում էիր ու քո թորներն էլ համացանցում պարտենում են իրանց պապի արած հերոսություններով։ Դու կարող ես սա ներել։ Դու կարող ես մտածեք բառ առումով, բայց այդ ներելը ձեզ էլ տրված չէ, ինձ էլ տրված չէ։ Մենք չենք կարող ներել չներել, այդ ներող չներողները նրանք են, ովքեր արդեն այստեղ չեն։ Իսկ ներում են արդյոք նահատակները, ով գիտի, ներում են երկնքում։ Ես կասեմ ոչ։ Հայտության աղթում գրված է։ Եվ ասո աթորիտակ եղած հոգիները խոսեցին ու ասացին. Տեր, մինչև երբ պիտի չվրեժ, երբ պիտի չլուծես վրեժը երկրի վրա եղած բնակիչներից մեր սպանության համար։ Մինչև երբ պիտի մեր վրեժը չլուծես։ Վրեժը իմ պահանջում Աստծուց։ Եվ Աստված ասաց. մի քիչ էլ հանգչեք, հանգստացեք մի քիչ, համբերեք, մինչև որ ձեր եղբայրներն էլ ձեր նման կլինեն։ Եվ կգա ասո արդար դատաստանի օրը եւ Աստված կպահանջի։ Պարզեն։ Հիմա այդ մարդիկ, որ դուք ներեք կամ չներեք, իրանք դժոխքում են։ Նրանք ստանում են իրաց մեղքի վարձքը։ Ուզում եք ասա ներում եք, ուզում եք ասեք չենք ներում։ Լավ, դու չգիտեիր Աստված կա, բա այդ սիրտը դու ոնց ունեցար այդ երեխին այդպես վարվելու, այդ կնոջ այդպես վարվելու, ազգի ու ժողովուրդների հետ այդպես վարվելու։ Դու գիտեք երկար է տևելու այս բաները, դու երկար կուտեն թուրքերը կմարսեն այս բոլոր հարցերը, որ անում են անիրավությունները միջի մավոր շարունակում են։ Եթե մի վարքյան Տերը տանի մեզ դժոխք ու տեսնենք, թե ինչի են հասել նրանք ու որտեղ են այն նահատակները, որոնք Քրիստոսի անվան համար բնաջինջ եղան, կտեսնեք, թե ինչ էր նշանակում բարբարոսությունը եւ ինչ էր նշանակում զոհ լինելը։ Արժե։ Շատ լավ։ Մենք շատ բաներ չենք կարողանա հասկանալ, մինչև որ մենք չտեսնենք Աստծո դատաստանը։ Մաղաքիա Մարգարեության 3-րդ գլուխ 14-18 խոսքը կարդամ, ես վերջացնեմ մի 5 րոպեից։ Տեսեք ինչ է գրվում։ Դուք ասում եք, իզուր է ասում ծառայելը, եւ ինչ հոգուտ, որ մենք պահեցինք նրա հրամանները եւ սուքով վարվեցինք զորած Տիրոջ առաջին։ Եվ հիմա մենք Երանի ենք ասում գոռոզներին եւ բարգավաճում են անօրինություն անողները, մինչև անգամ Աստծուն են փորձում ու ազատվում։ Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները, Տերն ականջ դրեց, լսեց ու նրանց արչև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար եւ նրա անվան մասին մտածողների համար։ Ուշադիր լսեք։ Եվ նրանք իմս կլինեն, ասում է Զորաց Տերը։ Այն օրը, երբ ես կպատրաստեմ իմ իսկ սեփականությունը եւ կխնայեմ նրանց, ինչպես մարդը իր որդուն է խնայում, որ ծառայում է իրեն։ Դուք ետ կդառնաք կտեսնեք արդարի ու ամբարշտի, ասուն ծառայություն անողի ու ասուն ծառայություն չանողի տարբերությունները։ Ասում ես, մինչև մտա Տիրոջ սրբարանն ու նրանց վախճանը տեսա ասուն ծառայություն անողի ու ասուն ծառայություն չանողի տարբերությունները։ Այս ժամանակ նոր մարդը կհասկանա թե ինչ է։ Կամ վերջին, դժոխքը վատ տեղ է, բայց դժոխքից ավելի վատ տեղ կա։ Կարդամ թե որն է այդ ավելի վատ տեղը։ Հայտնություն 20-րդ գլուխ 11-ից 15 խոսք։ Եվ տեսա մի սպիտակ մեծ գահ, նրա վրա նստողի երեսի երկինք ու երկիրը փախան ու դրանց համար տեղ չգտնվեց։ Ես փորձեցի մտովի հասկանալ։ Աստված նստեց իր գահին, այն Աստված, որին մենք սեր ենք ասում, չէ՞, բարի, նստեց դատաստանի։ Ասում է երկինքն ու երկիրը փախան։ Տեղ չգտավ, իրենց համար տեղ չգտնվեց։ Բայց մարդը ո՞նց է կանգնելու այդ դատաստանի առաջ։ Եվ գահի առջև կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա, գրքերը բացվեցին, եւ մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ էր կենաց գիրքը, եւ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի իրենց գործերի համաձայն։ Այսինքն ամեն մարդ ունի իր գիրքը, իր կյանքի գիրքը, որտեղ գրված է քո կյանքի ծնունդից մինչև մահ քո բոլոր արարքները, ինչ որ դու արել ես վատ բան,
Դու դատվեցիր ըստ քո արած արարքների։ Բա ո՞նց անենք։ Ապաշխարիր։ Քրիստոսի արյունը մաքրում է այդ գիրքը, ու Տերը, որ այդ օրը քո գիրքը բացեք, Տերսի մեջ լրիվ սպիտակը, բան չկա գրած, որովհետև այդ ամենը մաքրվեցին Հիսուս Քրիստոսի թանկագին արյունով։ Ոչ թե դու չէիր արել, այլ Հիսուսը հատուցեց, դրա պատճառով փակվեց քո պարտքերը, քո պարտամուրհակը փակեց, ոչ թե այդ պարտքերը գոյություն չունեին։ Շարունակեմ։ Եվ ծովը տվեց իր միջի մեռելները, մահն ու դժոխքն էլ իրենց միջի մեռելները, եւ յուրաքանչյուրը համաձայն իր գործերի համար դատվեց։ Մահն ու դժոխքը կրակի լիճը գցվեցին, սա է երկրորդ մահը, եւ ով որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեց, նա ցկվեց կրակի լիճը։ Այդ 20-ի 11-ից 15։ Այստեղ նայեք, ուրեմն 3 վայրի մասին է խոսում, մահը տվեց իր մեռելներին, մահը վայր է։ Դժոխքը տվեց իր մեռելներին, սա վայր է։ Եվ մահը տվեց, ծովը տվեց իր մեռելներին, ծովը վայր է, ես չգիտեմ ես ինչ բան դրա։ Այստեղ ասում է նրանք դատվեցին, դժոխքն ու մահը նետվեցին կրակի լիճը, ոչ թե մատերիալ դժոխքը նետվեց, դժոխքի պարունակությունը նետվեց, մճի մարդիկ նետվեցին։ Ու այդ քարը ու կրակը չէ, Տերը տարակցեց այդ կրակի լիճը։ Ովքեր որ կյանքի գրքի մեջ գրված չգտնվեցին, նրանք կրակի լիճը ձգվեցին։ Եվ ինչպես որ աշակերտները մոտեցան ասացին Տեր, դևերը մեզ հնազանդվում են, ուրախացել էին, երջանիկ էին։ Տերն ասեց՝ մի ուրախացեք, որ դևերը ձեզ հնազանդվում են, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Այսինքն երանի քեզ, որ քո անունը գրված է կյանքի գրքի մեջ, ով գիտի, որ իր անունը կյանքի գրքի մեջ գրված է։ Ինչ գիտես, տեսել ես։ Այո, տեսել եմ, որովհետև հավատում եմ։ Երբ գրվեց, երբ ես Հիսուս Քրիստոսին ասացի իմ Տեր, իմ Աստված, իմ Թագավոր, իմ Փրկիչ, ես քեզ ընդունում եմ եւ մերժում եմ սատանային իր բոլոր խավարի գործերով։ Ես ընդունում եմ, որ դու իմ համար մեռար, ընդունում եմ, որ իմ համար հարություն առար, որ ինձ արդարացնես։ Մեռար իմ մեղքերի անցանքների համար եւ հարություն առար ինձ արդարացնելու համար։ Ով որ Քրիստոսին Տեր դավանի եւ հավատա, որ նա մեռելներից հարություն առավ, պիտի փրկվի, որովհետեւ սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դավանում ենք փրկվելու համար։ Դու սա արել ես, եթե ճիշտ սատանց ես արել, քո անունը գրված է կյանքի գրքի մեջ։ Ու մի օր շատ երկար ման չեն գա, մի անգամ այդ բացեն ու քո անունը գրված է եւ Տերը ցույց կտա։ Անցիր, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Սա հրաշալի օր է։ Հիմա ամենավատ բանը, որ ասեցի դժոխքից ու գեհենից էլ, կրկնակի գեհենից էլ մի վատ տեղ կա, կարդամ ու նստեմ։ Հոբ 14-13-ում, ուշադիր լսեք։ Տես ինչ է ասում Հոբը։ Երանի թե ինձ դժոխքում ծածկեիր, մինչև քո բարկության անցնելը թաքցնեիր։ Ինձ համար որոշեիր ժամանակ ու հետո ինձ հիշեիր։ Մի ուրիշ բառերով ասեմ, երանի դժոխքը ինձ համար ապաստարան դառնար կենթանի ասու բարկությունից խուսափելու համար, թաքնվելու համար։ Հիմա տեսնում եք այն Աստված, որ սեր է, կատարել է, դա այդպես է, դա ճշմարիտ է, բայց նույն Աստված նաև արդարադատ է։ Եվ Եբրայեցիների թղթում Պողոսն ասում է, սարսափելի է ընկնել կենթանի ասու ձեռքը։ Իսկ մենք ոչ թե ապրենք ամբարիշտի պես, որ սարսափելի լինի կենթանի ասու ձեռքը ընկնել, այլ մենք այնպես ապրենք, որ Հիսուսը ինքը գա մեր հոգիների հետևից տանելու։ Եվ Տերը ասի մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Ուրեմն դժոխքը թող մնա իր տեղում, թող մնա ամբարիշտների համար, չէ, թող ամբարիշտների համար էլ չմնա, թող բոլոր ամբարիշտներն էլ ապաշխարեն, ոչ մի մարդ չլինի, թող մնա սատանայի եւ նրա հրեշտակների համար, որովհետեւ իրանց համար է պատրաստված, իրանց համար էլ թող լինի։ Այսքան դժոխքի մասին էլ չեմ խոսի։ Մյուս անգամ անից ուրիշ բան։ Տերը օրհնի ձեզ։ Դե երկինքի մասին էլ կարանք մի քիչ խոսենք, բայց երկինքի մասին խոսելը շատ է դժվար, որովհետեւ անպատմելի բաներ է, ինչ խոսեմ։ Դելին բան չկարողանամ խոսեմ, նստեմ։ Ոնց որ եղբայրներից մեկը կա, ասում առաջի անգամ, որ ջրոմակրտվել է, խոսք տվեցին քարոզելու, ասում էլա շփոթվել է, ելի չգիտեմ ինչ խոսեմ, թռացի, ալելույա, 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 մի 4-5 անգամ թռացի, ալելույա նստա, չգիտեի ինչ ասեմ։ Այնի երկինքի համար այդ կարամ քարոզեմ։ Տերը օրհնի ձեզ։